Բարև ձեզ, ես Prince Charming-ն եմ, իսկ սա իմ փոքրիկ բարեկամ Elf Legolas-ն է։ Այսօր մենք տոնում ենք Բրիտանիայի սահմանադրության 800-ամյակը։ Այո, ընդամենը 800 տարի առաջ հավաքվեցին իրար վրա Ջորջ Վաշինգտոնը, Թոմաս Ջեֆերսոնը, Խաչիկ Ստամբոլցյանը, ասես նստեցին ու գրեցին Բրիտանիայի սահմանադրությունը։ բայց ոնց որ ինչ-որ բան խառնում ենք, գիտես։ Բարեբախտաբար, մեզ հետ այսօր Բրիտանիայի դեսպանն է, ով կգա եւ մեզ կուղի, եթե որևէ բան սխալ ասենք։ Տղաներ, դու Ջոն Արքան ես, դու Ռոբին Հուդը, սա սահմանադրություն չի, սա Մագնա Կարտան է։ Լոնդոնը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքն է։ Այո։ Մեզ ինչ-որ բան ճիշտ ենք ասում։ Երևանը Լոնդոնից 29 տարով մեծ է։ Հռոմը նկատի ունեք։ Հա, հռոմներ։ Yes. Պատրաստ եք սկսել։ Դե, let's say it։ I'm comedy, հիմա սկսվում է։ Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy թաղծազվարճային հաղորդումը։ Մի հրաշք թեմաների շարք եւ անակնկալ հյուր ունենք այսօր, այնպես որ շարունակեք մնալ մեզ հետ։ Նարեկ երևի մոռացավ, որ հաղորդման սկզբում անակնկալ հյուրին տեսել են, նենց որ այլևս անակնկալ չի, բայց դա չի կարևորը։ Իսկ Սիգեը կարող էր երևի տենց աչքս չմտցնել այդ պահը, բայց անպայման պետք է ասեր։ Պիտի ասեր։ Դիտեք այսօրվանի մեջ։ Դիպենի ստայշ դե Ազգային ժողովում ընդդիմությունը հարձակվել է ընդդիմության վրա։ Պորտուգալիայի հավաքականը ժամանեց Հայաստան սկանդալային միջադեպ օդանավակայանում։ Բրիտանիայի դեսպանի իրական դիրքորոշումը Ռոբին Հուդի վերաբերյալ։ Ինչու է քաղաքապետարանը տուրք գանձում ընտանի կենդանիների համար, որքան արժե Ջեկոին ունենալը։ Եվ այսպես ազգային ժողովը չի դադարում լինել ուրախության, տխրության եւ նորից ուրախության աղբյուր հազարավոր հեռուստադիտողների համար։ Բայց նույնիսկ ազգային ժողովում հասկանում են, որ բարձր ռեյտինգ ունենալու համար պետք է անընդհատ նոր բաներ մտցնել։ Այս անգամ ԱԺ-ն մեզ ուրախացրեց միջընդդիմադիր դիմադրությամբ։ Հա՞։ Դե իրար դեմքին թռնելով, էլի ոնց որ։ Եվ այսպես քննարկում էին սահմանադրական բարեփոխումները։ Ընդունված առաջարկները որոշակի առաջընթաց են ապահովում գործող օրենքի համեմատ Բարգավաճ Հայաստանը կքվեարկի ձեռնպա։ Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է հետաձգել այս նախագիծը, եթե ոչ մենք դեմ կքվեարկենք եւ խորհուրդ կտամ իմ ընկերներին ուշադիր լսել, հետո անցնել կոռեկտության սահմանները։ Կոռեկտության սահմաններն անցնելը լրիվ նորմալ է, ուղղակի սկզբից ուշադիր լսեք, հետո հանգիստ հայհոյեք։ Այսպես սկսեց ամեն ինչ թեժանալ, բայց այդ պահին միջամտեց ԱԺ գերագույն հրամանատարը։ Ավելի հայտնի որպես մաեստրո։ Ավելի քիչ հայտնի որպես երկրի երկրորդ դեմք։ Նեղ շրջաներում հայտնի նաև որպես թամադա։ Հերոսացման գործընթացները ընդհատենք։ Լևոն Զուրաբյան, հերոսացումը շարունակվում է, խնդրեմ։ Այս իսկական թամադան սենս պետք է լինի, սենց համով հոտով, որ կարողանա սենց լարված պահերը ուրախացնել։ Բայց գիտես, սեղանակիցներն էլ պետք է համով հոտով լինեն, թե չի ստացվի։ Այս անգամ տենցել եղավ Նարեկ։ Հերոսացումը շարունակվում է, խնդրեմ։ Դե ձեզնից այն կողմել ինչ հերոս։ Այս սենց համով սկսվեց, բայց ավելի դառը վերջացավ։ ՀԱԿ-ը համաժողովրդական եւ հակամարդասիրական հանեց բարեփոխումները։ Իսկ հետո դաշնակցությունը փոքրիկ դառնացրեց ԲՀԿ-ի եւ օրինաց երկրի վիճակը կիրառելով անմարդկային դաժան հնարք։ Հիշեցնելով այդ կուսակցությունների անցյալը։ Ասեմ, որ 2011 թվականին, երբ այլընտրանքային նախագիծը դաշնակցություն խմբակցություն առաջարկում, հենց այդ երկու կարևոր հարցերի վերաբերյալ մեր երկու հարգարժան խմբակցությունները դեմ են քվեարկել այդ առաջարկություններին։ Հիմա շուրնեկել ու իրենք են առաջարկում։ Փաստորեն, Ինչ է ստեղծվում։ անհարմար իրավիճակ։ Ինչ անելու ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը։ Չգիտեմ։ Ես էլ։ Նաիրա Զուրաբյան։ Ես չեմ կարծում, որ այստեղ անընդհատ տեղին է հիշեցնել, չգիտեմ ով որ ժամանակին ինչին ինչ է քվեարկել։ Չէ, հենց տեղին է, հենց բահամն ու հոտը դրա մեջ է քաղաքականության։ Եթե 2 տարի առաջ ասում եք, որ ծարտ ընկելը լավ է, իսկ հիմա ասում եք, որ ծարտ ընկելը վատ է, ուրեմն գոնե մի քիչ կարմրեք, տենց ագրեսիվ մի հարցակվեք հիշացնողի վրա։ Հա, ու ասենք հիշեցրեցին, հետո
Եթե հիմա մենք սկսենք հիշեցնել, թե ով ինչ էր ասում այստեղ, հետո ինչ քվեարկեց, հետո ոնց իր 180 աստիճան փոխեց իր տեսակետը, մենք այստեղից ընդհանրապես այսօր կարող ենք դուրս չգալ։ Լավ, ժողովուրդ, մի րոպե, այդքան ինքնակնդադատ չի կարելի լինել։ Այո, եթե հիմա սկսենք հիշել ով քանի անգամ է դուրս եկել իշխանության դեմ, հետո նորից միացել իշխանությանը, ով քանի անգամ է կոալիցիոն հուշագիր ստորագրել, հետո թռել հուշագրիվից, քանի անգամ ասել, որ մինչև վերջ պայքարելու ենք, իսկ մյուս օրը փիսիկի նման վերադարձել արժե, կարող է մի քիչ սիրու բան չստացվի։ Վերջացրեցի։ Իրականում սա կեսն էր, բայց մենք շատ երկար կներ, թե շարունակեի։ Պայտակ մեկ այլ դժգոհություն արտահայտեց Ալեքսանդր Արզումանյանը։ Ալեքսանդր Արզումանյանը մտահոգված է Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց առ այսօր կառավարությանը նույնիսկ մեկ հարց չի տվել։ Ամենևին ցանկության բացակայությամբ չի բացատրվում, այլ այն իհայտ եկած սիրով առ էպիստոլար ժանրը, որ մեծամասնության մեջ իհայտ է եկել։ Էպիստոլար, տնած քանի օքի ազգային ժողովում հասկացավ այդ բառը։ Պարոն Արզումանյան, կան բառեր, որոնց օգտագործումը մեկուսացնում է ձեզանից ամբողջ խմբակցություններ։ Ուղղակի ասեք, որ այնքան գրավոր դիմում եղավ, որ հարց տալուն էլ հերթ չհասավ։ Հեղինե Բիշարյանը հիշեցրեց, որ պատգամավորները մանդատ են ստացել աշխատելու ու նաև հարցեր տալու համար։ Նա խորհուրդ տվեց չպիտակավորել աշխատող պատգամավորներին։ Եթե նման ոճով պետք է խոսեն պատգամավոր գործընկերները մեկը մյուսի հասցեին, ապա դրան տեղ կա դալիճից դուրս։ Այն ժամանակ կգան, թող չափվեն, ով ում ինչ կարող է ասել։ Ինձ թվաց, թե Հեղինե Բիշարյանը Արզումանյանին ռազմորկի կանչեց դուրս։ Դե բա ինչ ես ուզում, ՕԵԿ-ը հայկական վերածնունդ շարժումն է ստեղծել, տասնյակ կուսակցություններ են մեջքին կանգնած, տասնյակ ՀԿ-ներ, տասնյակ մայրցամաքներ։ Ի վերջո խաղաղություն հաստատվեց ԵԱԿ Մինսկի խմբի աջակցությամբ իհարկե։ Մեր սեփական ԵԱԿ Մինսկի մաեստրոյի ջանքերով։ Բավարար է տալ գնահատականներ եւ պիտակներ կպցնել։ Ես խնդրում եմ պատերազմը վերջացրեք, դադարեցրեք պատերազմը։ Բայց միայն ասելը հերիք չի։ Պետք է այլընտրանք առաջարկել։ Եվ նա առաջարկեց այլընտրանքը, քննադատության խաչը վերցնելով իր ուսերին։ Իմիջիայլոց ակնհայտ է, որ առաջի դեպքն է։ Միշտ ընդդիմություն իշխանություն է կռվել։ Այսօր ընդդիմությունն է կռվում։ Մեզ հետ կռվեք, գործ ունեք իրար հետ։ Այս սրտացավ պետական գործիչը սենց է ալնում։ Ցավոք մեր արյան մեջ ցինիզմի անառողջ դոզայի պարունակության պատճառով չեն կարող արտասվել, բայց իրոք շատ ազդվել ենք։ Հիմա սենց չի երևում, բայց իմ մեջ աշխարհը շուռ եկավ։ Մնացեք մեզ հետ։ Մի լսեք պատգամավորներին, մեզ լսեք։ Զվարթնոց օդանավակայանում Էլիկ Հարդաշյանանման վիճակ էր, այս անգամ ժամանեց Պորտուգալիայի հավաքականը ու համաձայն հին հայկական ավանդույթին նրանց դիմավորեցին աղով, հացով ու արմքոմեդիով։ Արմքոմեդիով։ Դե հա, ես էլ եմ ասել գնացել, դիմավորելու մի անգամից ուզում եմ զգուշացնել, որ աղն ու հացը տենց մի տեսակ ձեր սպասված աղն ու հացը չի։ Հենց այս պահին մեր հայրենակիցները փորձում են հոգեբանորեն կոտրել պորտուգալացիներին։ Երկու բան, նախ քեզ սելֆի ստիկը պետք նարեք։ Հա, գիտեմ, չէ, պետք է Աշոտյանից երևի վերցնենք, չկա քաղաքում։ Ու երկրորդը ինչու ամոթ։ Դե այդ ասում էին Ռոնալդուի, Նանի, Կուենտրաուի ֆանատներին, որ եկել են իրանց դիմավորելու։ Քոչարի Ձեր կարծիքով պորտուգալացիները կվախենան նման դիմավորելուց։ Օ, չէ, 8 հատ խփել են ամենակիչը։ Չէ, դեսել մյուս ծառայությունն է։ Ինչի միանգամից 8 հատ, այ ընկեր։ Հա, էլի, հասկացանք լավ ֆուտբոլիստներ են, բայց դե մերոնք էլ միշտ խզարում են ուժեղ թիմերի հետ խաղալուց։ Բայց չէ, լուրջ քեզ սելֆի ստիկա պետք։ Գիտեմ, չի մեջնում Աշոտյանը։ Պետք է ուղղակի գնայր անցնայր այդ մյուս կողմ ու parzir ինչի է տենց ագրեսիվ տրամադրված մեր ռազմահայրենասիրական ֆանատների խումբը։ Դե մի աչքով ես նայում։ Ես գտնվում եմ ռազմահայրենասիրական տրիբունայի էպիկենտրոնում, որտեղ բոլորը կոչում են Հայաստան,
Հիմա ինչ ենք անելու։ Իմաստը որն է, որ Ռոնալդո ենք վախենան ու վատ խաղան։ Գնա, մենք Հայաստան ենք երկրպագում։ Բայց մերոնք չեն գալու, գալիս են պորտուգալցիները, ինչի ենք իրանց ճնշում։ Պորտուգալացիները չեն գալիս մեր սիրուն աշկերի համար։ Չեն գալիս մեր հավաքականի տրիբունայում երկրպագելու։ Գալիս են մեր հավաքականի պարտության մատնելու։ Մի րոպե, պաստորեն օտարերկա թիմը գալիս է, որ այդ խաղում հաղթի, դες բան դեռ երբեք չէր եղել մեր մոլորակի պատմության մեջ։ Արեգը փորձում է ակնարկել, որ այդ ոնց որ ֆուտբոլ խաղի ամբողջ իմաստն է, որ երկու թիմ փորձեն միմյանց պարտության մատնել։ Հա, շատ սյուր կլներ, եթե Ռոնալդո ենք գային Հայաստան ու մեր տղեկի հետ մարդամի մի հատ աջարական գմպցնեին։ Էլի, ես կգնայի զուտ նայելու, բայց այդ կայֆը չի ունենա, էլի մի տեսակ։ Դրա համար մենք ուզում ենք իրենց ընդունել այն չհակերտավոր հյուրընկալությամբ, որով որ իրենք Պորտուգալիայում ընդունել են մեր հավաքականի ֆուտբոլիստներին։ Եթե տեղյակ չեք, կարող եմ մանրամասնել։ Հայաստանի հավաքականը Պորտուգալիայում արժանացել է շատ վատ ընդունելության։ Հայաստանի հավաքականի մարզման նպատակով տրամադրել են կարտոֆիլի չմշակված դաշտ, որը որ չեն գտնի ամբողջ աշխարհում նման որակի մարզադաշտ։ Շատ վատ ձևով են վերաբերվել ընդհանրապես մեր հայկական դելեգացիային։ Ինչպես ասում է հին հայկական ասացվածքը, եթե պորտուգալացին գլուխը պատով է տալիս, մի նմանվիր պորտուգալացուն, այդ օրը նմանվի իսպանացուն։ Հա, ամոթ իրանց իհարկե, եթե տենց բան անել, բայց մենք ախր աշխարհի ամենահյուրընկալ ազգն ենք, թող մենք էս ջերմ, մտերմիկ դիմավորենք, էս մանտրաշ ընկնեին։ Դե մտերմիկի պահը կար, ուղղակի չափազանց մտերմիկ էր ոնց էր։ Կրիշտիանո հերացի կարգախոսը հնչել այն չոր պահի։ Չէ, Կրիշտիանո հերացի չէ, բայց պորտուգալերեն ավելի բարեհամբույր արտահայտություններ են պատրաստել եւ հնչեցնում են։ Մի քանիս էլի զուտ մարդ ես, մի օր ընկնենք Պորտուգալիա։ Դուք ունեք բան, հա? Ցուցակ։ Շուպա meu pau! Շուպա meu pau! Շուպա meu pau! Շուպա meu pau! Միանգամից ներողություն ենք խնդրում մեր պորտուգալացի հերոստադիտողներից։ Մեր պորտուգալացի հերոստադիտողից։ Իսկ ինչ գոռացին որ։ Դե խնդրում էին որոշակի գործողություն անել, որոշակի օրգանի հետ, դե անսպասելի էր շատ այդ կոչը, բայց մենակ դա չէր։ Ստեղ ասում է, որ Ռոնալդոն գումարի դիմաց սեքսուալ բնույթի ծառայություններ է մատուցում։ Լավ էլ պորտուգալերեն գիտես, հա։ Դե ցնցրել էլի, երկու բան սովորեցի։ Դե վերջ ուրեմն այնքան հոգեբանորեն ճնշվեց, որ գոլ խփելը մոռացավ։ Եթե մի երկու հատ էլ պուտա գորային, կարող է այդ օրը ընդհանրապես դաշտ դուրս էլ չգար։ Ժամանում դռները բացվելուն պես պորտուգալացիները զգացին հայ երկրպագուների չակերտավոր ջերմ ընդունելությունը։ Սկսվեց խառնաշփոթը, ոմանք փորձեցին լուսանկարվել Ռոնալդոյի հետ, ոմանք Նանի, բայց անվտանգության աշխատակիցները անգամ մոտ չթողեցին նրանց։ Դե ինչ, բնականաբար մենք էլ պորտուգալացիներին մաղթում ենք էպիկական պարտություն։ Հա, ես օրինակ լինելու եմ մարզադաշտում ու անձամբ sense պարտվելու ֆլուիդներ եմ փոխանցել իրենց, բայց ամեն դեպքում կարելի էր մի փոքր հայավարի դիմավորել այդ մարդկանց հյուր էին։ Ու ոնց որ իրանց գործնել այդ գալ տարբեր երկրներ ֆուտբոլ խաղալ, փորձեր կրելն է, էլի։ Հա, ոնց որ Kanye West-ը գար ու չերքեր։ Ոնց որ Kim Kardashian-ը գար ու տուտուզը մոռանար։ Ոնց որ Սամվել Ալեքսանյանը բիբարներ գրեր։ Միտք եմ, հա, տալիս։ Լավ, այս վերջինը մոռացեք, էսպես։ Եվ այսպես այսօր մենք տոնում ենք բրիտանական Մագնա Կարտայի 800-ամյակը եւ մեր հյուրն է Բրիտանիայի դեսպանը Հայաստանում, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ դե ավանդույթի ոնց որ համաձայն ես հագնվել եմ որպես Ռոբին Հուդը եւ Սերգեյը հին ու բարի Արքա Ջոնը։ Is this how we Ինչպես է գնահատում մեր հագուստը։ Ես ճշգրիտ Ռոբին Հուդ եմ։ Շատ ճշգրիտ եք հագնվել։ Իսկ ես վախենում եմ փչացնել տպավորությունը։ Չէ, համոզի չէ։ Ինձ որ համոզեցիք։ Ես մտածում եմ, պատմական բանը պետքա թանգարանում լինի։ Չնայած ժամը 5-ը վաղուց անցել է։ Հա, մի փոքր թե ունենք ու հարցեր։ Առաջին հարցը՝ կպատմեք մի քիչ Մագնա Կարտայի մասին եւ ինչն է ավելի բրիտանական՝ Մագնա Կարտան թե պուդինգը։ Magna Carta or pudding։ Ու համել ինչ է Մագնա Կարտան։
Well, Magna Carta and pudding. Մագնա կարտան էլ, պուդինգն էլ, երկուսն էլ շատ բրիտանական են եւ շատ կարեւոր։ Ես պուդինգ շատ եմ սիրում, բայց աշխարհի համար մագնա կարտան ավելի կարեւոր էր, որովհետեւ 1215 թվականին Ջոն Արքային ստիպեցին ստորագրել այս սկզբունքների տակ, որոնք դարձան մարդու իրավունքների, ժողովրդավարության, օրենքի գերակայության հիմքը։ Բոլորն ունեն արդար դատավարության իրավունք, ոչ ոք օրենքից վեր չէ, եւ արքան պետք է խորհրդարանի հետ հաշվի նստի։ Փաստորեն խորհրդարանների տրենդը տեղից է սկսվել։ Ճիշտ այդպես։ Դուք տեսել եք մեր օրյա խորհրդարանները, տեսել եք մեր խորհրդարանի նիստերը վերջի 2 օրվա ընթացքում, եւ արդյոք դուք ստանձնում եք պատասխանատվություն այդ խառնաշփոթի համար, որ կատարվում է մեր խորհրդարանում։ Կարող եք դա անվանել խառնաշփոթ, կարող եք անվանել աշխույժ բանավեճ։ Մեր վարչապետի հարց ու պատասխանը տեսել եք։ Եթե մի կուսակցություն ունենաք խորհրդարանում, շատ ավելի քիչ քննադատություն կլինի։ Հա, այնքան ավելի հեշտ ու կոպիտ ունենալ մեկ կուսակցություն։ Ես մեր վարչապետին դա կփոխանցեմ։ Իսկ համաձայն մագնակարտայի, քանի հոգի կարող է Բրիտանիա շաքար ներմուծել։ 1. Մեկ հոգի։ Լուրջ։ No, I'm kidding. This is a comedy show, right? Չէ, կատակում եմ, սա հումորային հաղորդում չի, իրականում կոնկրետ այդ հարցին չի անդրադառնում, բայց նշում է, որ առևտրականները Անգլիա ազատ ելումուտի իրավունք ունեն, այսինքն մեկից ավելին։ Մյուս հարցը, համաձայն մագնա կարտայի, արդյոք պետք է թանկանա էլեկտրաէներգիայի սակագինը եւ արդյոք մենք հարկատուներս պետք է վճարենք թանկարժեք մեքենաների համար եւ այլ ծախսերի համար, դա արդար է։ Չեմ կարծում, որ մագնա կարտան շատ հստակ անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագներին։ Չէ։ Բա ինչին անդրադարձել։ Բայց այնտեղ կա դրույթ, որ եթե ուզում եք մտցնել նոր հարկեր կամ սակագներ, նախ եւ առաջ դրանց շուրջ պետք է լինի քննարկում ժողովրդի ներկայացուցիչների միջև ու արդար որոշում ընդունվի։ Այսինքն մենք պետք է այնպիսի ներկայացուցիչներ ընտրենք, որ դրան դեմ արտահայտվեն։ Տենց բան արել եք։ Կարծես ուզում եք ասել ոչ մի հարկում առանց ներկայացուցչության։ Իդեպ ձեր նշած սկզբունքը ժողովրդավարության գլխավոր սկզբունքներից է, որ ես, դուք, Նարեկը պետք է վճարենք հարկեր։ Նարեկն էլ։ Ես է։ Դուք էլ, ցավում եմ, բայց այո։ Բայց չէ՞ որ ես ուրիշների չվճարված հարկերն եմ վերցնում, աղքատներին բաժանում։ Բայց հետո դուք քվեարկելու իրավունք եք ստանում, այսինքն կարող եք որոշել ինչպես պետք է ծախսվի հարկված գումարը։ Փաստորեն ոչ մի հարկում առանց ներկայացուցչության։ Մի րոպե, Միացյալ Նահանգները հենց այդ նույն սողանցքով չանկախացան Մեծ Բրիտանիայից։ Թեյախմությունը հզոր բան է։ Իդեպ շատ լավ թեյ է, մի փոքր էլ կարելի է։ Իհարկե։ Դե շատ շնորհակալ ենք, որ եկաք մեզ հյուր, բայց ես մեր պուդինգից չփորձեցիք։ Հայաստանի ամենալավ պուդինգն է։ This is not pudding. Սա պուդինգ չէ։ Ամենապուդինգոտ պուդինգն է։ Բայց sense չէ պուդինգ ուտում։ Սա պուդինգ չէ, տղաներ։ That is not pudding. Բա ինչի հայկական սուպերմարկետներում պուդինգ չկա։ Չգիտեմ, բայց մի բան պետք է անենք այդ կապակցությամբ։ Ինձ միշտ մի հարց է հետաքրքրել։ Կանադան տեխնիկապես Բրիտանիայի կազմում է, չէ։ Այո, թագուհին այդ երկրի ղեկավարն է։ Իսկ իրենք ներկայացված են բրիտանական խորհրդարանում։ Եկեք չխորանանք էլի դրա մեջ։ Այդ լավ թեյից էլի ունեք։ Իհարկե։ By the way, did you know that Իսկ գիտեիք, որ Ռոբին Հուդը հորինված կերպար է։ Հա? Yeah, I'm afraid so. Այո, ցավում եմ։ Դե հետո կարող ասեք Սանտա Կլաուսն էլ է հորինված։ Ոնց ավելի նուրբ ասեմ։ Իսկ հիմա ձեզ կներկայացնենք մի անիմաստ турքի մասին պատմություն։ Բայց ինչի՞ միանգամից անիմաստ։ Դու չար ես ու նախանձ։ Դե, սպասի միանանք անմիջական տուժողներից մեկին կտեսնես։ Մհեր, ստեղ ես։ Այո, տղաներ, որտեղից սկսեմ։ Սկզբից ինչ ա եղել։ Սկիզբը 2.5 տարվա պատմություն ունի։ Այ հենց այդքան, այս տղեն չի կարողանում քաղաքապետարանի որևէ ներկայացուցչի հետ հարցազրույց անի։ Մհեր, դա իրոք բայց մի տանջ էլի մեզ, արի վերջի դեպքերի պահը պատմի։ Լավ, ուրեմն քաղաքապետարանը 5000 դրամ տարեկան տուրք է սահմանել ընտանի կենդանի պահելու համար։ Դե մենք էլ որպես տարօրինակ տուրքերի էնտուզիաստներ որոշեցինք պարզել, թե խի, ինչի համար, ասենք ինչ այլ է, որ այդ տուրքը սահմանել եք։ Եվ ես կասեմ, միջև մհերը կհանգստանա,
զանգ, քաղաքապետարան, հարցազրույցի ավանդական մերժում ու գրավոր հարցման հորդոր։ Դե մենք էլ ուղարկեցինք հետևյալ գրավոր հարցումը։ Եվ հարցմանը ըստ օրենքի պատասխանում են 5 աշխատանքային օրվա ընթացքում, բայց պատասխանը ուշացավ, ստիպած նորից զանգեցի, ասացի, հա, ուշացնում ենք, որովհետև այդ համապատասխան վարչությունից խնդրել են, որ ուշացնենք։ Դա իրոք տղաներ։ Այո, բայց ի վերջո ուշացած պատասխանը եկավ ու այստեղ իսկական սկսում Սերյոժա։ Զգացիք, որ ամենաէական հարցերից մեկի պատասխանը չկար։ Որ հարցը։ Դմբո, այն հարցի, թե քաղաքապետարանը ինչ ծառայություն է մատուցում այդ 5000 դրամի դիմաց։ Եվ քանի որ ավականին էլ էր մասնակցել այդ որոշմանը, ես հարցազրույց վերցրի ավականու անդամ Ստյոպա Սաֆարյանից։ Պարոն Սաֆարյան, եկեք սկսենք այն կետից, որ 5000 դրամը որոշվել է ավականու կողմից, իրոք այդպես է ու ինչու հենց 5000 եթե։ Ավականու որոշման է ընդունվում, ճիշտ ասած բացատրություն մի փնտրեք, որովհետև դրա հիմնավորումներ որևէ մեկը եւ այդպիսի հաշվարկներ որևէ մեկը չի ներկայացնում։ Այո, չկա հիմնավորում, բադլեմ չկա։ Մեր հարցին թե այդ 5000-ի դիմաց ինչ ծառայություն է մատուցում քաղաքապետարանը ընտանի կենդանի պահելու հարցում, չեն պատասխանել ճիշտն ասած, ու եթե դուք գիտեք իրավացի եք, նման դեպքերում, երբ սահմանվում է որևէ տուրք, անշուշտ դրա հիմքում կատարլինում որևէ տրամաբանություն, այսինքն ի վերջո կլինի հարկ, թե կլինի տուրք, ինքը նման է մի պայմանագրի կնքված քաղաքացու եւ պետության միջև, որի դիմաց քաղաքացին վճարում է տուրքը, բայց պետությունը ինքը որոշակի ծառայություններ է մատուցում։ Տվյալ պարագայում իհարկե խոսել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը կամ ընդհանրապես իշխանությունները որևէ ծառայություն են մատուցում ընտանի կենդանիներ պահող եւ շներ պահող քաղաքացիներին սուտ կլինի։ Դա ուղղակի ներկայացվել է բյուջեի եկամտային մասը ավելացնելու համար։ Ստացվում է, որ զուտ փողի պահը ոնց որ թե հանրային տարածքները կրճատվում են, իսկ դրա արդյունքում բյուջեի եկամուտները պակասում են, հետեւաբար եկել է կենդանիներին հարկելու ժամանակը։ Նենց որ հա, բայց հələ որ մենակ շներին են հարկում, նենց որ կատու պահողները ջան լավ եք բրծել։ Կարող է կոնյակի հետ կապված ինչ որ վերջանում է կոնյակը։ Չէ, կոնյակների գումարները շատ անձեռնմխելի գումար են, ինձ թվում է բոլոր բյուջեներում կլինի այնպես որ այդ կոնյակները միգուցե փողերը պետք է կոնյակներ առնելու համար։ Դե դա եմ ասում էլի։ Բայց դա չի բացառվում, որ քաղաքապետարանը բարի նպատակներ ունի։ Ինձ թվում է դա շների դեմ պայքարի միջոցների շրջանակներում է, որովհետև մարդիկ կսկսեն արդեն չպահել եւ կպակասեն շները։ Ուրեմն սենց գնում ենք դեպի կատուներ արդեն։ Այո։ Բայց թող տուզիկ թեմաները մեզ չշեղեն, չմոռանանք կոնյակների մասին։ Ինձ հետաքրքրեց թե ավականին ինչ կարծիք ունի այդ հարցի շուրջ։ Մենք ամեն անգամ հենց անդրադառնում ենք քաղաքապետարանին, չեն կարող չհիշել այդ կոնյակների մասին, որովհետև ռուսերեն ասած օբիդնի է շատ։ Ավականին այդ հարցը չի բարձրացրել կոնյակի։ Ցավոք սրտի ավականում միշտ չէ որ կարող ես հարցեր բարձրացնել։ Այդպես են գրել կանոնակարգը, այդպես է գրված օրենքը, որպեսզի մենք ընդհանրապես կարողանանք ամեն երկրորդ նիստի ժամանակ հարցեր տանք։ Այո, տղաներ, ավականին միայն 1.1 կարող է հարցեր տալ։ Բادرնեմ։ Ցավալիորեն դա է վիճակը։ Իսկ որ օրերին են այդ նիստերը զույգ թե կենտրի։ Այդ նիստերն էլ հայտարարվում է այն ժամանակ, երբ որ նիստը տեղի ունենում, այսինքն հայտարարվում է հաջորդ նիստի օրը։ Այնպես որ պետքա բռնացնել, եթե ինչ-որ խնդիր եք ուզում բարձրացնեք ավականու միջոցով, պետքա բռնացնեք նիստի օրը։ Սիգե, ինչպես կբնութագրես այս պահը։ Պարզապես սնարեք։ Հարգում եմ քո դիրքորոշումը Սիգե ջան։ Տղերք, բայց մի փոքր հույս կա։ Հուսանք այս հարցը չի մնա ասենց փակված, որովհետև ճիշտ է տարեկան 5000 դրամ բոլորը կմտածեն հա դե լավ եղած ինչա, բայց չէ, ինչին վճարեց, եթե չկա բացատրություն այդ վճարման։ Ես անհրաժեշտանը նաև ուզում եմ խոստանամ եւ նաև այ արմկոմեդիան խոստանալ, որ առաջիկայում փորձենք բարձել թե քանի կենթանի ուրեմն տնային շուն են հաշվառել եւ որքան են կազմել Երևան քաղաքի մուտքերը շներից ստացված եկամուտները։ Հուսամ գոնե մենք կարողանանք լույս սփռել թե ինչպես են հաշվառում, ինչպես են հաշվառում բազմա շուն ընտանիքների։ Այնպես որ անձամբ ավականու անդամը խոստացավ հետևողականորեն զբաղվել այս հարցով ու մենք էլ ենք հետևողական լինելու։ This is it. This was Arm Comedy. See you Monday. And last but not least, let's watch the video bots. Video bots. Video bots. Video flame. Video flash. Ցուցակում ուզում եք դուք էլ ստորագրել։ Քույրիկ ջան, ես ձեր հարցերին չեմ պատասխանում։ Ուրիշ հարցեր։ Արմեն նկարվել եմ ուզում այդ Ռոբին Հուդի շոուերով գնամ հետ։
Տարան շորերը։ Տարան։ Հա նարեկ, ոնց որ բերեցին, տենց էլ տարան։ Ես արդեն խոստացել եմ, որ 4-ը ծնունդ պետք է գնամ այդ Ռոբին։ Այ մարդ ինչ Ռոբին, իմ թակավորի շորերը տարան նույնիսկ։ Where's all of my kid, the baby? And he keeps them out of sight.